Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Ռուսաստանի պետական ռոպագանդայի ամենաբացասական դեմքերից մեկը Սալավյովը խոսել է Հայաստանի դեմ հատուկ ռազմական օպերացիա իրականացնելու անհրաժեշտության մասին։ Իսկ թե ինչ է նշանակում ռուսների համար հատուկ ռազմական օպերացիա, մենք տեսնում ենք Ուկրաինայում։ Դա դասական ռազմական ագրեսիա է սուվերեն պետության դեմ։ Սալավյովի հիվանդ երևակայությունը պարզապես խոսք չէ։ Սա ուղիղ սպառնալիք է, հանցավոր քարոզ է։ Բացահայտ թշնամական դիրքորոշում է անկախ պետության նկատմամբ։ Այն պետության, որի շքանշանակիրն է հենց Սալավյովը։ Իհարկե Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով, բայց Սալավյովի հետ ամեն ինչ պարզ էր վաղուց։ Նա վաղուց անցել էր բոլոր տեսակի կարմիր գծերը։ Այստեղ բարոյականության հարցը գտնվում է բոլորովին այլ դաշտում։ Սալավյովի բերանը, այսպես ասած, լեզու են դրել Հայաստանում գործող ընդդիմադիր գործիչներն ու ռուսական շահերը սպասարկող քարոզիչները։ Նրանք տարիներ շարունակ Սալավյովի եւ Կրեմլի մյուս քարոզիչների մոտ միշտ խոնարհվել են։ Նրանց մտքերը արդարացրել, մեջբերել, տարածել եւ պաշտպանել են։ Այսօր, երբ Սալավյովը խոսում է մեր երկրի դեմ ռազմական ագրեսիայի անհրաժեշտության մասին, այդ շրջանակները լուռ են։ Ոչ մի արձագանք, ոչ մի դատապարտում։ Ինչու՞։ Որովհետև նրանք երբեք Հայաստանի շահը չեն պաշտպանել։ Նրանք միշտ պաշտպանել են իրենց տերերի շահերը։ Ամեն անգամ, երբ Ռուսաստանը մեզ դավաճանում է, խաբում է, ստորացնում է եւ վաճառքի է հանում մեր անվտանգությունը, այդ նույն մարդիկ վազում են եւ պառկում ռուսների ոտքերի տակ։ Նորից աղաչում են, նորից արդարանում են, նորից բացատրում են, որ մենք այլընտրանք չունենք։ Եվ ամեն անգամ այդ նույն այլընտրանք չունենքի հետևում թաղվում է հերթական հայկական կորուստը։ Ուր են նախկին նախագահները, ուր են նրանց խոսափողը դարձած քաղաքական եւ վերլուծաբան խամաչիկները, ուր են այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ գոռում էին, թե ռուսը մեր միակ փրկիչն է։ Սալավյովին ոչինչ չունեն ասելու, թե Սալավյովն ասել է այն, ինչի մասին երազում են Հայաստանի այսպես կոչված ընդդիմադիր գործիչները։ Եթե դու լռում ես, երբ Հայաստանի դեմ խոսում են բացահայտ ռազմական ագրեսիայի մասին, դու այլևս քաղաքական գործիչ չես, դու ընդամենը օկուպացիայի սպասարկող ես։ Սա այլևս գաղափարական վեճ չէ, սա հավատարմության հարց է։ Կամ դու Հայաստանի կողքին ես, կամ Սալավյովների, երրորդ տարբերակ չկա։ Եթե որևէ մեկը համարձակվում է իրեն ընդդիմություն անվանել, բայց չի համարձակվում որևէ բառ ասել Ռուսաստանի քարոզիչների Հայաստանի դեմ պատերազմի կոչերի մասին, նա այլևս ընդդիմություն չէ։ Նա ընդամենը գործիք է օտար շահերի, օտար կենտրոնների, օտար սեղանների տակ։ Այս երկրում այլևս պետք է իրերն իրենց անուններով կոչել։ Կա պետություն եւ կան պետության թշնամիներ։ Նրանք, ովքեր այսօր լուռ կանգնած են Սալավյովի խոսքերի կողմում, վաղը կանգնելու են Հայաստանի ավերակների վրա։ Չկա չեզոքություն, չկա արդարացում, կա ընդամենը մեկ պարզ հարց. որ կողմում ես, երբ պատերազմ են խոստանում քո երկրին։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։